Գազի օգտագործման հետ կապված բավականին վտանգավոր երևույթներ կարող են լինել, որը եւ պահանջում է համապատասխան անվտանգության կանոնների օգտագործում։ Չի կարելի գազօջախը օգտագործել որպես տաքացուցիչ։ Դա պարզապես անթույլատրելի է։ Ինչու, որովհետեւ թերայրման ժամանակ առաջանում է թունավոր նյութ, ածխաթու գազ, եւ թերայրման ժամանակ պակասում է թթվածինը տվյալ տարածքում, մարդը թթվածնի պակասը չի զգում այնպես, ինքը գնալով սկսում է պարզապես թուլանալ եւ կարող է պարզապես հասցնել մարդուն մահվան։ Այսինքն, եթե երկար ժամանակ գազօջախը օգտագործվում է, ապա անհրաժեշտ է անպայմանորեն տվյալ սենյակը օդափոխել։ Չի կարելի անջատել անվտանգության սարքերը։ Ահա այդպիսի գազի անվտանգության սարքավորման անջատման հետևանքեր անցած ամսում նոր հաճնում մեր ունեցած զոհերը։ 18 թվականին գրանցվել է 261 դեպք, զոհվել է 1, տուժել 537 քաղաքացի։ 19 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է 297 շմուլ գազից թունավորման դեպք, ինչի հետևանքով զոհվել է 15, տուժել 594 քաղաքացի։ Չի կարելի մտածել, թե այդ սարքերը մեծ հոսանքներ են տանում, դրանք շատ չնչին հոսանք են վերցնում։ Այդ ազդանշանային սարքերն էլ կարողանում են ավտոմատ կերպով անջատել այն անջատիչները, որոնք որ վթարից կարող են պաշտպանել տվյալ տարածքը։ Ահա մի սարք, որը ծանոթ է բոլորիս, բայց գիտեք, թե որքան կարևոր է այն մեզ համար։ Շտորհիվ հատուկ կառուցվածքի սարքն իրականացնում է այրվող գազերի, մեթանի եւ շմոլ գազի ծավալային մասի վերահսկում, չափում է միջավայրի ջերմաստիճանն ու անհրաժեշտության դեպքում ձայնային եւ լույսային ազդանշմամբ տեղեկացնում վտանգի մասին։ Սարքն ունի նաեւ անջատիչ կապույտ, որը վթարային իրավիճակներում փակում է գազի մուտքը բնակարան, փրկելով ձեր կյանքը։ Եվ հիշեք, այս սարքի 1 տարվա ընթացքում ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է ընդամենը 250 դրամ։ Պետք է ուշադրություն դարձնել այդ հոտի վրա, որտեղ հոտից նույնպես կարելի է որոշել գազի բաց թողում կա թե չկա։ Եթե զգացել են գազի հոտ կամ նկատել են արտահոսք, խորհուրդ կտանք բացեն պատուհանները, անմիջապես փակեն գազի փականները եւ հազանգեն 911 կամ գազի վթարային ծառայություն։ Լողասենյակում ցանկալի չէ, որ ունենանք ջրատաքացուցիչ, այն պետք է հնարավորինս դուրս դրվի։ Ամենակարևոր տարերից մեկը դրանք ծխատարերն են, որոնք պետք է միշտ մաքուր պահել եւ միշտ ստուգել, թե ինչքանով է քարշը պահպանված։ Մարդիկ կան, որոնք բալոնով գազեր են օգտագործում, բալոնով օգտագործման ժամանակ բալոնը պետք է տեղադրել գազօջախից առնվազն կես մետր հեռավորության վրա, մոտիկ տեղադրել չի կարելի։